Մենք Արցախից ենք, Ղարաբաղից էլի, Կոլատակ գյուղից։ Բերել են ստեղից էլ են ձևին անում, որպեսզի այս մարդիկ լքեն քինան։ Անհայրենիք ժողովուրդը մնացել ստեղ։ Դենա որ Փաշինյան Ընտանիքը Հայաստանում է, որտեղ եք հաստատվել բռնի տեղահանությունից հետո։ Հրազդանում։ Քանի հոգի եք ընտանիքով, ո՞նց եք տեղավորվել։ 6 հոգի մի ընտանիքի մեջ էինք, 130,000 վարձ ենք տամ, երեխեքի հետ ինչ պիտի անես, իրաց կոնֆետի փողն էլ չենք հասցնում, որ ոչինչ տանք ապրեն երեխեքը։ Եկել եք աշխատանք գտել եք, Աշխատանքը խոսք են տվել ու ես հետևել եմ, որ Ղարաբաղից եկածում, երևում է, որ ներքին կարգով ասում են էլի, որ ճիշտ է, մենք ասում ենք, բայց գոչ չտակ։ մտածում եք, որ մտածված ձեզ։ Եթե սա ինչ-որ միտեղ լսվելու է, այդ նույն մարդը ինքը իմանալու է, որ ես ում եմ ասում։ Բայց 91 թվին այդ մարդիկ շատ փոքր մարդիկ են լավ։ Հիմա Ո՞նց եք ապրում Արցախում, պատմեք, տունը Արցախում 3 հատ տուն ա եղել, սեփական 5 հեկտար հողամաս ա եղել, սեփեն տնամերձ 3000 մետր եղել ա։ Ես էլ աշխատել եմ Կոլատակ Ստեփանակերտ գծի վրա վարորդ եմ եղել, հիմա եկած ստեղ գոչ չկա, գոչ չեմ տամ, այդքան կարեմ ասեմ։ Իսկ այդ ծրագրերը, որ դադարեցնում են 50,000 ծրագրերը, որ տալիս են, հիմա կրճատում են, ո՞նց եք պատկերացնում, այսինքն պատկերացնում դենց, որ պետք է մոտիկ մարշարեն Ռուսաստանից, փող ուղարկեն, տոմսարնենք, այսինքն բոլորի հեռավար այդ վիճակը կանխատեսում ենք, որ երկրում չի, Չէ։ Հայաստանում Մենք որ եկել ենք, ասել ենք, մեր երկրի կորցրված է, եկել ենք մեր մայր Հայաստանը։ Մեր մայր Հայաստանում էլ արցախցիներին հաշվի չեն առնում։ Այնա տեսնում եք, էլ հեռուստացույցով կամ Facebook-ում, Հայաստանցիները թե իշխանությունները։ Իշխանությունները այնա դենց մարդիկ կան, որ իշխանության թուլեկն են։ Իրանք էլ են ասում, այս ոչ եկել են ինչ անեն։ Մեր հարկերով ապրող էսմին, բայց իրանք սկիպետության հարկ չեն տամ, այդ տվյալ անձիկ։